Անդրանիկ ջան, ահա տարիներ են անցել ու դու հեռացար անդարձ, թողնելով հայ ժողովրդին և այնքան սիրելի զենքիդ հավատարիմ ընկերներին սուգի մեջ, օտար երկնքի տակ, որոնց համար 30 տարուց ավելի մարտնչեցիր մեր ոխերին և աննարք թշնամու բռնակալության դեմ, կուրսկդ վահան և կամքդ նիզակ դարձրած։ Անդրանիկ ջան, միշտ և միշտ ականջումս քո վերջին խոսքերը կարձագանքեն, որ ասացիր, մազս չեմ ողբում, այլ կիսատ թողած գործս։ Թող կոտարապած և հոգնած ոսկորները հանգիստ լինեն, այդ կիսավատ գործդ մեզ համար ամենասուրբ և նվիրականն է։ Հայ ժողովուրդը խորին հարգանքով կխոնարհվի և աթրուշաներ կվառի կիսավատ գործերի առջև, և որպեսի հանգիստ ննջես, աշխարհասփյուռ հայ ժողովուրդը ոտքի է կանգնած, մեկ շունչ, մեկ բերան և մեկ հոգի, այդ թանկագին գործը ավարտելու աշխատանքին լցված։ Ես, Անդրանիկ ջան, վստահ եմ և խոր հավատք ունեմ, որ շուտով կավարտվի այդ կիսատ գործը, և արդեն քո սիրելի ժողովուրդը քեզ տարոն աշխարհ կտեղափոխի, որտեղ ամփոփված են սիրելի ընկերներդ, աղբյուր Սերոպը, Հրայրը, Լևոնը, Գալեն, Գևորգ Չաուշը, Պանդուխտը, Մկրոն, Զավենը և շատ ու շատերը։ Գիտեմ, Անդրանիկ ջան, դու միայն սիրելի ընկերներիդ մոտ հանգիստ կլինես։ Կիսավարտ գործերդ ավարտելուց հետո հայ ժողովուրդը պիտի այդ սուրբ փողի վրա քո ասպետական, ինչպես նաև բոլոր հերոս ընկերներիդ կոթողները կանգնեցնի։ Իսկ ես, իմ անմոռանալի զորավար, ես ինչպես վիրավոր կռունկ, երամից զրկված, անզոր թևերով ման կգամ, մինչև որ տեսնեմ ձեր սուրբ գործի լրիվ ավարտումը։ Այո, ես դեռ պետք է ապրեմ ու տեսնեմ մեր մարտիրոս ժողովրդի երջանիկ օրը։ Ու երբ ես էլ հրաժեշտ տամ այս անցավոր աշխարհին ու գամ ձեզ միանալու, ձեզ պետք է բերեմ այդ սրբազան ավետիսը։ Առայժմ, Անդրանիկ ջան, ես հարգանքով կխոնարհվեմ շիրիմիդ առջև և կհամբուրեմ այդ հողը, որ խորտ է և ծածկել է քո հուժկու մարմինը։ Զորավար Անդրանիկի հուշարձանի բացման արարողության ժամանակ Ֆիդայի Մախլուտոյի խոսքը հուզեց բոլոր ներկաներին։ Նրանց աչքերից կամաց գլորվեցին արտասուքի կաթիլները։ Բոլորը հերթով համբուրելով զորավարի շիրիմը գլխիկոր հեռացան։